իբրև դատավոր պիտի գա Հիսուս։ Ինչ է սա։ Հիսուս միայն աշխարհի փրկիչը չի, արդեն ասաց, այլև աշխարհի դատավորն է։ Սակայն ասում է հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել իր որդուն եւ նրան կրկին գալու է դատելու թե ողջերին թե մեռածներին։ Ուրեմն Աստված չի դատում, Հիսուս ինքը պիտի գա եւ նվիր առաքյաները պիտի նստեն, Հիսուս պիտի նստի իր գահին, առաքյաները 12 այսպես պիտի իր կողքերը նստեն եւ բոլոր սուրբերը, ճգնավորները, նահատակները նաեւ վկայություն պիտի տան եւ դատ պիտի լինի։ Այն մեղքերը, որ մենք այսօր չենք խոստովանում, սիրելիներ, մենք թաքցնում ենք, այն ժամանակ այսպես երբ որ կանգնենք դատավորի առջև, այսպես մեր ամբողջ կյանքը ժապավենի պես, մեր ծնվածուց մինչև մեր վերջին վայրկյանը, այսպես պիտի անցնի, մենք մեր բոլոր մեղքերը պիտի տեսնենք։ Պատկերացնեք, երբ որ մենք այսօր ամանչել ենք կամ վախեցել ենք գնանք մեր մեղքը քահանային խոստովանել եւ մաքրվել, այն ժամանակ բոլորը պիտի տեսնենք։ Այսինքն հրապարակի վրա մեր բոլոր մեղքերը պիտի տեսնեն։ Այսօր չէ մարդիկ վախում են հանկարծ իրենց անունը կամ իրենց նկարը մեղքը չհայտնվի Facebook-ի մեջ կամ համացանցի մեջ, որ մարդիկ իրենց վատ բաներ չգրեն։ Ամեն բան անում են, որպեսզի սրբագրեն, թաքցնեն։